Երևանն ու Հալեպը միավորվել են Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի բեմի վրա։ 1970-ականներին գործունեություն սկսած երաժիշտները վերհիշել են հայկական եւ արտասահմանյան հիթերը, որոնք ժամանակ ու տարածություն չեն ճանաչում։ Երաժիշտները դիմել են Սփյուռքի մշակույթի նախարարություններին եւ Հայ բարեգործական ընդհանուր միությանը, որպեսզի գաղափարը իրականություն դարձնեն։ Մեկ ամիս փորձել են ու հիմա վստահ եմ, որ 2 օր հայաստանցիների, սիրիահայերի ու պարզապես երկրի հյուրերի համար իսկական տոն են կազմակերպելու։ Միշտ գոռում ենք հայեր միացեք։ Սա էլ մեր արվեստագետներն են, մենք միացել ենք, վաղուց միացած ենք, մենք սահման չունենք, մենք իրար հետ ենք։ Եվ ուզում ենք բոլոր հայերը միշտ տես լինեն։ Եվ համերգի նպատակը, որ բոլորը իրար հետ մեկ բեմին հիշենք 70-60-ական, 70 թվականների մեր հայ կոմպոզիտորների եւ ընդհանրապես միջազգային ամերիկյան, ֆրանսիական տարբեր երգերը այդ ժամանակվա հիթերը։ 1971 թվականին, երբ Կոստանտին Օրբելյանը իր նվագախմբի հետ հյուրախաղերով Հալեպ մեկնեց, տեղի ոսկի երիտասարդությունը ծանոթություն, հետագայում էլ ամուր ընկերություն հաստատեց հայ երիտասարդ ջազմենների հետ։ Սիրիայում սկսված պատերազմի պատճառով շատերը հայրենիք վերադարձան ու որոշեցին, որ ընկերությունը կարելի է համերգային գործակցության վերածել։ Միակ նախապայմանը, որ Վազգեն Ասատրյանը դրել է սիրիահայ ընկերների առաջ, Չելելաո երգի պարտադիր կատարումն է։ Վազգեն Ասատրյանը մեզ բոլորիս ստիպեց, որ այս պայմաններու փերումով Զարթի լաուն երկենք խմբային։ Զարթի, գիտեք, Սուլտան Գուզե չնչել մեզ եւ այլն։ Ինչ կապ ունի այս երկամերգին, ոչ սա մեր հայ ժողովուրդը այս օրերուն պետք ունի այս գոչին, այս կապարին, որ միշտ պետք է միապանը լանք եւ երկար չկնանանք, զարթնենք։ 70-ականների երգերով ապրող Երևանի ու Հալեպի մյուս անակնկալները կմատուցվեն Արամ Խաչատրյան համերգասրահում օգոստոսի 29-ին եւ 30-ին, երեկոյան ժամը 8-ին։ Նամա Հորոփյան, Արմեն Շահոյան, Armnews։